Ֆիլմերի Ամերիկա ես չէի էլ սպասում գտնել։ Ավելի վատ էի ես պատկերացնում, քան ստացվեց։ Մենք ասում ենք, որ Հայաստանը ապահով է։ Գալիս ես բախվում ես իրականությանը։ Սա երազանքի երկիր չի։ Անընդհատ դու պետք է լարված լինես, որ այստեղ չխափեն, այնտեղ հերթը չխախտեն, այդտեղ իրավունքը չոտնահարեն։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Գոհար Մելիքյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում եւ այսօր կներկայացնի իր ճանապարհը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Գոհար ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Այսօր լսենք ձեզ եւ իմանանք ինչքան ժամանակ է որ գտնվում եք ԱՄՆ-ում։ Շատ վաղուց չի, ընդամենը 1 տարի եւ մի փոքր ավելի։ 2024 թվականին ենք եկել, 24-ի վերջ, նոյեմբերին։ Հեշտ հարմարվեցիք, բայց ընդհանուր ամեն դեպքում Հայաստանում եկել ԱՄՆ, թե կային ինչ-որ հիասթափություններ, թե դեռ այդ փուլում եք, որ հարմարվում եք։ Պատկերացեք հեշտ հարմարվեցինք, որովհետև ես երբեք չեմ ունենում ինչ-որ սենց երկրային սպասելիքներ, վարդագույն ակնոցներ, այսինքն ֆիլմերի Ամերիկա ես չէի էլ սպասում գտնել։ Շատ ռուսերեն բառ կա պրիզիմլյոննի, այսինքն շատ հողից չկտրված պատկերացումներ եւ սպասելիքներ ունեն եւ դրանք ավելի քան իրականացան, անգամ ավելի վատ էի ես պատկերացնում, քան ստացվեց։ Հա։ Բայց ունեք ընթացքում տենց հիասթափություններ, որ ցես մտքի մեջ ասեիք, լավ, էլի դե էս կարգի ասենք։ Չէ, չի եղել։ Անկեղծ չի եղել, որտեվ էլի եմ ասում, ես տենց գեժ բարթագույն ակնոցներով ու սպասելիքներով չեմ էլ եղել, որ մի հատ էլ լիներ հիասթափություն։ Հիասթափությունը կարծում եմ ավելի շատ լինում այն դեպքում, երբ որ լինում է ֆիլմերի Ամերիկայի ակնկալիքը։ Հա։ Իսկ այն ամերիկյան երազանքը, այդ երազանքով եթե գալիս ես, որպես կանոն դա բախվում է դաժան իրականությանը, բայց եթե ի սկզբանե չկա այդ երազանքը, ի սկզբանե դու ուղղակի գիտես, որ նախ գնում ես քո հարազատների մոտ, իմ պարագայում եմ ասում, եւ ուղղակի արդեն Հայաստանում շատ բաներ էր խոչընդոտում աշխատանքի առումով, հա, եւ այլ խնդիրների առումով, եւ դու ուղղակի գնում ես այդ միջավայրից, ուզում ես փոխես այդ միջավայրը, ավելի հանգիստ, ավելի ստրեսից հեռու, ազատված, ստրեսից ազատ, ավելի տոլերանտ միջավայրի հետ, այդ դա լիովին կարելի ասել արդարացավ։ Հա։ Որտեղ սպասելիքս դա էր, ոչ թե ֆիլմերի այն Ամերիկան, որ ոչ մեկ ինչ-որ դարդուցավ չունի, չեն աշխատում եւ դոլարները աճում են ծառերի վրա, նման սպասելիք չի եղել։ Հա։ Դրա համար չի եղել հիասթափությունը։ Իրոք իրականում չկա էլ։ Իրոք չկա էլ, բայց շատերի մոտ կա, հասկանում եք, եւ շատերը հենց այդ օրինակ ես լսում եմ մարդիկ կան, որ Հայաստանում, ասենք, շատ sense կայացած բիզնեսներ, տներ, վաճառում տեղափոխում եւ բնականաբար նման մարդիկ ունեն այստեղ հիասթափություն, որովհետեւ եթե դու շատ բարեկեցիկ կյանքը թողում գալիս ես այստեղ մտածելով, որ էլ ավելի պիտի լինի ու միանգամից, իհարկե դա չի լինում։ Գալիս ես բախվում ես իրականությանը, բայց եթե քո սպասելիքը տնա, որ դու էլի պետք է աշխատես, շատ աշխատես, բայց գոնե դրա դիմաց կունենաս ավելի հանգիստ, ավելի կայուն, ավելի ապահով եւ բարեկեցիկ կյանք, դա կարդարան է։ Հա։ Բայց այնպես չէ, որ բոլորի համար այդտեղ ամեն ինչը շատ հանգիստ է լինում, շատ բարեկեցիկ է։ Եթե այդպես լիներ, որ այդքան տեսանյութերի մեջ նայում ենք, որ անտուն մարդիկ են փողոցներում, որ Հայաստանում օրվա մեջ կարող է մի հոգի էլ չհանդիպի, բայց այդտեղ ինչքան շատ է, դե հա, հարաբերական բանով որ նայում ենք, այդտեղ ավելի շատ նաև մարդաշատ է, քան Հայաստանը։ Գիտեք, ես ուղղակի չեմ կարծում, որ այստեղի անտուն մարդը անտուն է, որովհետև չի կարողացել աշխատանք գտնի։ Այստեղի անտունի անտունությունը ավելի շատ կախված է ըստ էության իր ընտրությունից։ Որովհետև ոնց էլ անես, դու կարող ես աշխատելով, թեկուզ թե սենյակ կարող ես վարձել, եթե ոչ տուն։ Ինչի օրինակ անտունների մեջ համարյա թե չկան հայեր, որովհետև հայերը չեն ձգտում աշխատասեր են եւ ավելի բարձր կենսամակարդակի ձգտող են։ Այսինքն
Իմ կարծիքն է զուտ, իհարկե կարող է սխալվում եմ, բայց իմ կարծիքով այստեղ անտուն լինելը դա տվյալ մարդու ընտրությունն է զուտ, ոչ թե այդպես է ու ուրիշ տարբերակ չկար։ Հա։ Իսկ ինչ վերաբերվում է, հա, ձեր հետ իհարկե համաձայն եմ, շատերի մոտ կարող է դժվարություններ լինեն, իհարկե։ Սա երազանքի երկիր չի, բնականաբար, ու չկա աշխարհի սերեսին բացարձակ լավ ու բացարձակ վատ երկիր։ Շատ կարևոր է, թե քո համար տվյալ երկիրը ոնց է։ Ըստ քո հնարավորությունների, քո շրջապատի, քո գիտելիքների, քո օրինակ Ամերիկայի դեպքում անգլերենի մակարդակի, ինչ կարող ես դու անել, որովհետև բացարձակ լավ ու վատ երկիր չկա, իհարկե շատ մարդկանց համար, օրինակ Հայաստանը շատ ավելի լավ պայմաններ կարող է լինել, քան սա այստեղ։ Ու այստեղ կարևոր է, որ եթե որոշում ես տեղափոխվես, դու ինքդ քո համար պատասխանես մի քանի շատ կարևոր ֆունդամենտային հարցերի։ Ինչ ունես դու հիմա այս բան Հայաստանում, ինչ ես դու թողնում, եւ ինչ ես դու ակնկալում, որ կստանաս ԱՄՆ-ում կամ ցանկացած այլ երկրում եւ արդյոք ունես բավարար հնարավորություններ դա ստանալու։ Այդ երեք հարցին պետքա դու ինքդ քո համար պատասխանես։ Եթե պատասխանես, օրինակ ըստ դրա արդեն པարզ կդառնա իմաստունի տեղափոխությունը այլ երկիր թե ոչ։ Այդ դուք անգլերեն արդեն գիտեիք, որ տեղափոխվեցիք, թե հիմա ժամանակի ընթացքում ավելի փորձում եք խորացնել ձեզ մոտ գիտելիքները։ Փորձում եմ խորացնել, այնպես չի որ չգիտեի, բայց այնպես էլ չի որ գերազանց գիտեի։ Բայց հենց հայ համայնքում եք այդքան շատ մեծ խնդիրներ չի առաջացնում, չէ՞ երևի։ Հակառակ դեպքում ավելի դժվար կլինի եկածողի համար։ Տեսեք, ես մի քանի անգամ փորձել եմ անգամ ամերիկյան կազմակերպությունում աշխատանքի ընդունվել եւ ինձ վերցրել են աշխատանքի, ուղղակի տարածքային առումով հեռու էր, հարմար չէր գնալը։ Այսինքն չեմ կարծում, որ խնդիր կներ, իհարկե դժվարությունը կլիներ, բայց կարծում եմ այն աստիճան չէր, անհաղթահարելի չէր լինի, եթե անգամ հայ համայնքում չլինեի, էլի զուտ։ Որովհետև համենայն դեպս հարցազրույցի արդյունքում իրենք գտել են, որ իմ անգլերենը բավարար է իրենց մոտ աշխատելու համար եւ աշխատանքի օֆեր ստացել եմ։ Հենց զուտ ամերիկյան ընկերությունից էլ։ Հա, այ հարցազրույց, որ ասացիք, այդտեղ ոնց է ընթանում այդ բանը, էլի, գործընթացը։ Դուք ռեզյումեն ուղարկում եք, սպասում եք, իրենք հակադարձ պատասխան ուղարկում են, որ ստացանք ռեզյումեն, ուսումնասիրեցինք, այս բանը համապատասխանում է, չէ՞։ Թե Հայաստանի նման ռեզյումեն ուղարկում եք ու համարում, որ չուղարկեցինք, մեկ է պատահական մի օր հետ են զանգում, որ կանչել ենք։ Ոնց է լինում այդտեղ։ Ես փորձել եմ մի հատ կայք կա Indeed կայքի միջոցով, Indeed-ով դու միանգամից տեսնում ես քո ռեզյումեն, տեսան եւ ինչ ընթացակարգ ունեցավ։ Այդպես պարզապես ինչ որ էլեկտրոնային հասցեին ուղարկելով չեմ փորձել, չգիտեմ ինչպես է, բայց կարծում եմ էլի իրենք հետադարձը միշտ կապահով են, որպես կանոն միշտ իրենք անգամ եթե չեն վերցնում շատ քաղաքավարի, շատ ջերմ հետադարձ կապով հաձած տեղյակ են պահում, որ այս անգամ ոչ, բայց դուք շարունակեք հետևել, դիմեք, միգուցե հաջորդ անգամ, այսինքն միշտ իրենք շատ այնպես են անգամ հրաժարվում, այնպես են անգամ մերժում, որ բացարձակ վատ չես զգում, չես։ Եվ Indeed-ով հա դու միանգամից տեսնում ես քո ռեզյումեդ ինչ փուլերում է գտնվում, տեսան միանգամից շատ հաճախ լինում է որ միանգամ ուղարկում են քեզ օրացույց, որ դու ասենք քեզ հարմար ժամի հեռախոսային ինտերվյուի ժամ վերցնես, ինքը շատ հարմար կայք է այդ առումով։ Միանգամից դու տեսնում ես աշխատանքը եւ միանգամից մեկ, ասենք կոճակի հպումով կարողանում ես դիմել տվյալ աշխատանքի համար Indeed կայքով։ Շատ հեշտ է, էլի, բարձրացված է ամեն ինչը։ Շատ, ինքը շատ, հենց հատուկ աշխատանք փնտրողների կայք է եւ դու այնտեղ կարող ես նշել կոնկրետ, որ ինչ մասնագիտության աշխատանք ես փնտրում, միանգամից հենց այդ աշխատանքներն է քեզ բերում եւ օրվա մեջ ինքը քեզ եթե նոր առաջարկներ լինում է միանգամից կայքը քեզ ծանուցում է ուղարկում, նոթ է ուղարկում, շատ հեշտ կայք է եւ շատ օգտակար կայք է Indeed-ը։ Ну, անկեղծ ասած իմ ներկայիս աշխատանքը Indeed-ով չեմ գտել, բայց քանի անգամ առաջարկ եղել է որ գտել եմ նաեւ Indeed-ով։ Ու ուրախացնող է որ նաեւ հայ կազմակերպություններ կան, որ Indeed-ում արդեն ներկայացվում են եւ իրենց աշխատողներին փորձում են Indeed-ով գտնել։ Հա։
Այ ուրիշ ինչ կնշեք ԱՄՆ-ում, որ տեսեք հարցազրույցի պահը արդեն այն որ իմացանք, ֆիքսենք, որ այդքան մեծ տարբերություն կա մեր ու ԱՄՆ միջև։ Ուրիշ ինչ Հարցերի կնշեք։ մեջ էլ կար, գիտեք, տարբերություն։ Իրենք բավական հետաքրքիր հարցեր են տալիս, անգամ ինտերվյուի ժամանակ։ Օրինակ, Օրինակ։ այսպեսի հարց կարող են տալ առավոտյան, երբ արթնանում ես, ինձ տվել են այդ հարցը։ Առավոտյան երբ արթնանում ես, առաջի բանը ինչ ես ուզում որ անես, ինչն է որ քեզ ուրախացնում է կամ ինչ քեզ չի ուրախացնում։ Այսինքն, հոգեբանական հարցեր շատ կան իրենց մոտ։ Հա։ Այսինքն այնքան մասնագիտական չեն հարցնում, ինչքան որ մարդ տեսակը երևի ճշտ է։ Հա։ Հա, իրենք Նպատակ այդպիսի կա, բայց։ հարցեր հաճախ է լինում, որ տալիս են, ասենք նշեք ձեր ուժեղ եւ թույլ կողմերը, օրինակ։ Հա։ Հետաքրքիր է։ Մեր մոտ Բոլորի հակառակն է, անունից չէ՞։ չեմ կարող ասել, բայց կոնկրետ ինձ հետ շատ է եղել, որ բացի sense մասնագիտականը, նաև տվել են այդպիսի հոգեբանական հարցեր։ Հա, բարձա։ Իսկ ուրիշ դրական կողմ էլ, որ ասենք Հայաստանից տեղափոխվել եք ու այդտեղ հանդիպել եք տվյալ երևույթին կամ երևույթին ու ասում եք, վայ, հələ նա էլի Երանի Հայաստանում էսպես լինի, բա որ էսպես լիներ ես կտեղափոխվեի ԱՄՆ։ Երթևեկությունը, օրինակ, որ շատ կանոնակարգված է, շատ մատչելի եւ շատ կանոնակարգված է։ Երթևեկությունը ինչպես Հայերն են երթևեկությանը հետաքրքիր տենց ճիշտ ձևով բանան են տարբերակ շատ չհետևելու, որովհետեւ այստեղ օրենքը գործում է։ Իհարկե գլենդել է այդ առումով ամենահամարված տեղի վատ երթևեկությամբ քաղաքներից, բայց ամեն դեպքում իհարկե Հայաստան չի, որտեղ հսկողություն կա, հա, չի լինում։ Եվ այստեղ եթե զրկում են, օրինակ վարորդականից, կարող են զրկել ու զրկել, եթե շարունակես առանց վարորդականի վարել ու հանկարծ բռնվես, դա շատ մեծ խնդիրների առաջ կարող կանգնեցնի։ Հա։ Դες որ կարծեմ, չէ՞ այդպես։ Հայաստանում Հա, այդպես է, չէ՞ կարծեմ։ Այդպես է, ինչքան գիտեմ, բայց դա չի խանգարում, որ շատ պատահական վարորդներ ունենանք, բացի դրանից փողոցներն են շատ նեղ։ Երևանը ամեն դեպքում չի նախատեսված այդ քանակի մեքենաների համար ու դա շատ ահավոր ձևի զգացնել է տալիս։ Հիմա բացի վատ քշող վարորդները մի առանձին մեծ խնդիր է նաև նեղ փողոցները։ Հա։ Որը այստեղ այդ աստիճանի նեղ փողոցներ այդքան շատ չկան, հետո այստեղ միշտ կան, ասենք, այդ արագընթաց ֆրիվեյ ճանապարհները, որ կրճատում է եւ շատ ավելի լայն են, մի քանի գծերով են։ Հա։ Օրինակ այդ ֆրիվեյ ճանապարհում ավտոբուս չկա։ Ավտոբուսը երբեք չի մտնում ֆրիվեյ եւ եթե դու ուշանում ես եւ քեզ պետքա շուտ հասնել, կարող ես գնալ ֆրիվեյով եւ այնտեղ արդեն բոլորը արագընթաց գնացող մեքենաներ են։ Իսկ ավտոբուսները բաներ գնում են արդեն քաղաքի մեջի ճանապարհներով, այսինքն այդ բաժանումն էլ կա հիմա օրինակ որ Երևանում փորձում են ավտոբուսի գիծ առանձնացնել, այնքը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից տեղից նեղ փողոցում քիչ չեմ պատկերացնում եւ դա ոչ բոլոր փողոցների դեպքում է հնարավոր, դա փողոց կա ընդհանրապես երկու գիծ է, այսինքն անհնար է այդտեղ մի հատ էլ գիծ ավտոբուսին առանձնացնելը։ Հա, հա։ Իսկ ուրիշ, որ էլի զգացել եք, որ շատ է տարբերվում։ Օրինակ քաղաքավարությունը մարդկանց, քաղաքավարությունը։ Հա։ Այսինքն դու այստեղ կարիք չունես անընդհատ ինչ-որ ապացուցես, որ դու այստեղ կանգնած ես հերթի մեջ, սա քո հերթն է, չգիտեմ, որ պետք չի քո այս ոտքը տրորելով անցնել։ Մի խոսքով, այսինքն շատ պրիմիտիվ բաներ է, բայց հետո հասկանում ես, որ այդ պրիմիտիվ բաները օրվա ընթացքում կուտակվելով արդեն քայքայում են արդեն համակարգը այնտեղ, որտեվ մեկ այստեղ մեկը վատ քշեց, մեկ այնտեղ ինչ որ մեկը քո հերթդ կտրեց, մեկ այնտեղ մեկը ինչ որ կոպիտ ձևով արձագանքեց եւ արդեն դու չորրորդին էլ դու ես արդեն շատ կոպիտ ձևով արձագանքում, որտեվ հասկանում ես որ բաժակդ լցվեց համբերությամբ։ Իսկ այստեղ անգամ եթե դու հերթից հեռախոսով ես խոսում, չգիտեմ, չես հետևում, բայց երբ որ քո հերթը հասել է, քեզ ուղղակի շատ քաղաքավարի քո հետևի կանգնածը ուղղակի տեղեկացնում որ գզեր հերթն է, բայց չկա այդպիսի բան, որ վայ քո ուշադրությունը շեղվեց, հոպ թռնեմ քո հերթից առաջ գնամ։ Որ դու անընդհատ այդ լարվածությունը դուրս է գալիս, որ անընդհատ դու պետք է լարված լինես, որ այստեղ չխափեն, այնտեղ հերթը չխախտեն, այդտեղ իրավունքը չոտնահարեն, այդ դա չկա։ Ամեն մեկը գլուխը կախ իր հունին, իր հարցերին է նայում։ Լավ, բա ի՞նչն է բացասականը այդտեղ։ Բացասականը երևի թե այն որ չգիտեմ, երևի կարծեն շատերը որ շատ աշխատել է, բայց ես Հայաստանում էլ էի շատ աշխատում, դա իմ համար այդքան էլ բացասական չի։ Հիմա իհարկե կլինի բացասական բաներ։
Այո, ասպետ այդտեղ չեն հասցնում ընդհանրապես մարդիկ հանգստանան, որտեղ լիքը լուծումներ ունեն այդ հենց այդպես, հա։ Դե Հայաստանում ոնց լինի չի հասցնում ենք։ Մեր անձնական ժամը գտնենք, չէ՞ գոնե օրվա մեջ։ Հա, բայց հա։ Էդ էլ գիտեք, ասեմ ձեզ, ինձ թվում է էլի մի քիչ բանից է գալի, գուցե դա էլի եմ ասում իմ կարծիքն է ու սխալվում եմ, բայց կարող ես քո բյուջեին համապատասխան մեքենա վերցնել, կարող ես քո բյուջեին համապատասխան ծախսերդ պլանավորել եւ այդ աստիճանի դուրս չգաս քո բյուջեից, որ ստիպված չլինես լրացուցիչ շատ աշխատելու։ Հա, կարող ես մի քիչ օրինակ այդ ցուցամոլությունը չանել։ Իհարկե դա բոլորին չի վերաբերում, մարդիկ կան, որ ուղղակի իրենց ծախսերը շատ են։ Բնականաբար կան, ասենք, մեծ ընտանիք, հա, ծախսերը շատ են, էդ էլ կա։ Այս դեպքում արդեն ուզած չուզած, բայց մյուս կողմից էլ օրինակ այդ շատ ծախսերի դեպքում ախր Հայաստանում էլ է ստիպված անում շատ աշխատես, որ հասցնես։ Հա, արդեն հա։ Արդեն հա, չի լինում։ Ես ինքս որ այդտեղ է, հետո մեր պարագան մի քիչ ուրիշ էր, որտեղ մենք այդտեղ անկախ ամենից, օրինակ մենք մենակ մի աշխատավարձ տալիս էինք դայակի, որտեղ երեխային պահող չունեինք։ Հա։ Մանկապարտեզի համար, այսինքն դեռ տարիքը չէր եկել։ Դեռ հերթը չէր հասել, սկզբում տարիքը չէր հերիքում, հետո հերթը դեռ չէր հասնում։ Իմիջիայլոց դա էլ է Հայաստանի սխալներից մեկը, որ օրինակ մանկապարտեզում հերթագրվելուց առաջնահերթությունը չեն տալիս աշխատող ծնողներին, այլ օրինակ տալիս են բազմազավակ երեխային։ Ես խնդիր չունեմ, թող բազմազավակ ընտանիքի երեխան էլ գնա, բայց այստեղ արդեն բախվում ենք նաև սոցիալական անարդարության հետ։ Ի վերջո այդ պարտեզը պահվում է աշխատող ծնողի հարկով, այսինքն ես աշխատեմ, հարկ եւ աշխատեմ, իմ աշխատավարձից էլ տամ, որ գնա ինքը պարտեզ, որ ես կարող եմ աշխատեմ, հարկ տամ, որ այդ պարտեզը պահեն ու այնտեղ գնա չաշխատող ծնողի երեխան, որ ընդհանրապես ունի 3-4 երեխա, բայց մայրը տանն է։ Հա, ճիշտ է։ Առաջնահերթությունը պիտի աշխատող ծնողների երեխաներին տրվի, հետո ինչքան տեղ մնա, նոր վերցնեն արդեն բազմազավակներին, որտեվ հա ինչքան էլ որ պետք են երեխաներ շատ, բայց պատկերացրեք բոլորս նստենք տուն ու մենակ երեխեք ունենանք, իսկ այդ մնացած հարցերը կներեկում հարկերի հաշվին է լուծվելու։ Դե երևի իրենք մտածում են դայակ կվարձի, էլի աշխատող ծնողա, եթե կինը աշխատում է, բայց դա արդար չի, այսինքն ես համ նրա երեխայի պարտեզի փողը տամ, համ դայակի, իսկ արդյոք դու այդքան աշխատավարձ տալիս ես, որ կարողանամ։ Այդ էլ մի ուրիշ հարց է, իսկ արդյոք այդքան աշխատավարձ, որ ես կարողանամ ընդհանրապես, ասենք, մի աշխատավարձով եւ դայակ, այստեղ էլ արդեն գալիս է այն բանը, որ դու հասկանում ես, որ ավելի լավ է չաշխատես, նստես դու պահես իրան տանը։ Հա։ Որտեվ դայակի ծառայությունը այժմ ծառայություններից չի Հայաստանում։ Այո։ Դու ոչ միայն Հայաստանում, այստեղ էլ այժմ ծառայություններից չի։ Հա։ Բնականաբար դա մի կլորիկ գումար է կազմում ամսվա մեջ եւ հարցը արդյոք քո աշխատածդ կբավականացնի։ Օրինակ նախկինում ես աշխատում էի տարբեր միջազգային կազմակերպություններում սեմինարներ եւ այլ թարգմանում էի եւ հասցնում էինք, բայց երբ որ այդ թարգմանությունները պակասեցին, զուտ միայն իմ աշխատավարձը հաստատ չէր բավարարելու, որ ես դայակ վարձեի։ Այսինքն անիմաստ էր դառնալու, ստացվելու որ ես աշխատում եմ դայակի ու իմ ճանապարհածախսի համար։ Իսկ այդտեղ ոնց հա այդ մանկապարտեզի հարցը լուծվում, ով եւ որ տարիքից ուզենա իր երեխան հանգիստ կարա գնա մանկապարտեզ, թե էլի ինչ որ հատուկ չափանիշներ կա, որոնց պետքա համապատասխանի այդ ընտանիքը։ Այստեղ պետական մանկապարտեզ առհասարակ գոյություն չունի։ Հա, այստեղ բոլոր մանկապարտեզները մասնավոր են, բայց այստեղ կա CCRC ծրագիրը, պետական ծրագիրը, որ եթե դու օրինակ ցածր եկամուտ ստացող ես, դու կարող ես դիմել եւ պետությունն է վճարում քո երեխայի մանկապարտեզի գումարը, կարող է ամբողջությամբ, կարող է ինչ-որ որոշակի մաս, ճիշտ ասած չգիտեմ որտեվ ես չեմ օգտվում այդ ծրագրից, բայց գիտեմ որ նման բան կա, որ այսինքն հա չկա պետական պարտեզ, բայց կա ծրագիր, որով կարողանում են երեխայի մանկապարտեզի վճարը ամբողջությամբ կամ մասնակի վճարի պետությունը։ Հա։ Իսկ պետական պարտեզ նախակրթարանը 4 տարեկանից է։ Դպրոցներում կա արդեն անվճար 4 տարեկանից TK-ն է, հետո գալիս է արդեն kindergarten-ը, հիմա իմ աղջիկս kindergarten-ում է, այսինքն մանկապարտեզում է, դա ոնց որ Հայաստանի նախադպրոցական տարիքն է, 5 տարեկան։ Եվ դա արդեն անվճար է պետական եւ այդտեղ կա նաեւ երկարօրյա, որ կարող է ինքը մնալ առավոտյան 8-ից մինչեւ ժամը 5-ը, իհարկե մենք չենք թողում երկարօրյա, թողում ենք մինչեւ ժամը 2-ը, բայց կա այդ տարբերակը, որ ստացվում է արդեն մանկապարտեզ, դա 4-ից է։ Հա, մինչեւ ժամը 2-ը, այսինքն երևի մի անգամ ընդհանրապես հացահատում չի քնում ու մի անգամ վերում եք տուն։ Չէ, քնելը չեն քնում ընդհանրապես այդտեղ։ Հա։
Դրա համար այդտեղ 3 տարեկանից օրինակ չկա, 4-ից են որպես կանոն վերցնում, այնտեղ չեն քնում իրանք։ Այսինքն չգիտեմ, գուցե չէ, բայց չեն քնում։ Չեմ կարծում որ 2 օրյայում քնեն, չեն քնում։ Ուտում են կարծեմ 2 անգամ, նախաճաշ եւ լանչ եւ ինչ որ snack time, այտենց նախախորտիկների ժամ են ունենում, որը մենք տնից ենք ուղարկում արդեն այդ թեթև ընդմիջման ուտեստները։ 2 անգամ են ուտում, 3 ստացվում է, երրորդն էլ տենց թեթև ինչ որ բաներ տնից ուղարկած։ Եվ դասեր են պարապում, հիմա օրինակ ամբողջ այբուբերն գիտեն գրում են կարդում են, այսինքն ինքը որ նայում ես ոնց որ թե մեր առաջի դասարանի ծրագրին է մոտիկ ավելի շատ։ Դե հաշվում են, գումարում են։ Չի հոգնում բալիկը ձեր։ Չէ։ Դե չեմ կարծում որ իրանք 8-ից մինչև 2-ը անընդհատ դաս են անում, շատ խաղում են, խաղերի ժամ են ունենում, ուտում խմում են, բայց ի նկատի ունեմ ծրագիրը այնպես է, որ դասային մասել ունի իր մեջ, էլի գրել, կարդալ։ Մեզ մոտել է էլի այդպես։ Բաբանջան, ինքը նախակրթարանի նման է, նախակրթական ծրագիրն է, որոնց որ մեր մոտի։ Իսկ եթե համեմատենք Հայաստանի մանկապարտեզ ու այդտեղի մանկապարտեզ, կա ինչ-որ մի գիծ, որով շատ է տարբերվում այդտեղի մանկապարտեզի, այդ ծրագիրը ավելի շուտ էլի, որ Ես իրենց այստեղ մանկապարտեզ չեմ տարել, մի քիչ կդժվար եմ ասում, որտեղ ինքը միանգամից նախակրթարանը գնաց, Հայաստանում նախակրթարանի փորձ չունեմ։ Բայց ինչքան որ կողքից լսել եմ, Հայաստանում լավ մանկապարտեզներ ավելի շատ կան։ Դե այստեղ տեսեք, մանկապարտեզը ինքը պետական ծրագրով չի։ Դա արդեն օրինակ Հայաստանի մանկապարտեզը դա հա, իր ձևով է, շատ հաճախ կարող է ուղղակի ամեն մեկը իր սեփական տանը հանի լիցենզիան եւ բացի տենց փոքրիկ պարտեզիկ։ Շատերը հենց այդպես էլ անում են, այդպիսի պարտեզիկներ են, ասենք, մի քան 4, 5, 6 երեխայով պարտեզներ են փոքր եւ իհարկե կա դրան հսկողություն, լիցենզիա է եւ ենթադրում եմ նաեւ հսկողություն լինում է, մտնում են, նայում են, ստուգում են օրինակ ինչ կաթ են տալիս կամ ինչ սնունդ են պատրաստում լինում է, բայց հանուն արդարության իմ կարծիքով Հայաստանում երևի ավելի լավ է։ Հա։ Օրինակ մենք Հայաստանում իր մասնավոր պարտեզից շատ գոհ ենք եղել։ Այստեղ չգիտեմ ինչ է։ Դե երևի նայած որը, բայց իր մասնավոր պարտեզից մենք շատ գոհ ենք եղել։ Պետականն էլ էր լավ, ուղղակի շատ քիչ գնաց, որովհետև ոնց որ ինքը սեպտեմբերին նոր հերթը հասավ գնաց պետական, մենք նոյեմբերին եկանք, այսինքն ընդամենը 2 ամիս է գնացել։ Հա։ Այդտեղ էլ են, բայց անդադ հանդեսներ կազմակերպում, ինչ-որ տենց ոնց որ երեխայի տարիքից ավելի շատ, տենց ավելի բարդ ծրագրով հանդեսներ։ Չէ, չեմ կարծում։ Չէ, հանդեսներ եղել է ուրիշներին տեսել եմ, բայց չեն ասել, որ իր տարիքից ավելի բարձր էր, գոհ էին շատ։ Իսկ իրենց դպրոցում տենց դիմակահանդես ա եղել, որ ինչ-որ տենց հատուկ բանաստեղծություններ ու բան պետք չէր, դա Հալովինի տոնին էր։ Զուտ իրենց պահանջեն էր, որ տենց վախենալու կերպարներով չլինեն երեխաները, այլ լինեն տենց փերիներ, չգիտեմ, ինչ-որ տենց դրական կերպարներ։ Ինչպես մանկական թեմայի մեջ։ Մանկական թեմայի մեջ, հա, ինչ-որ տենց վախենալու թեմաներ չպետք է լինեին, բայց ինքը տենց հանդեսել չէր, ավելի շատ դիմակահանդեսի նման բաներ, երեխաներ ուղղակի այդպես հագնված, պտտվում են իրենց բակում եւ իրանք դա ուղիղ եթերով ցույց էին տալիս ծնողներին։ Ուրիշ մեկ էլ ունեցել են ամանորյա, բայց էլի երեխաները չէին, երեխաների համար էր կազմակերպված։ Իսկ տենց որպես այդպեսին հանդես, որ կանգնեն, արտասանեն եւ այլն, նման բան չեմ տեսել։ Գուցե որ ամիսներով պատրաստվում են հատուկ հագուստներով, բան այդպեսի բան չկա։ Դե այս մնացած մասնավոր պարտեզներում կլինի, կարող է եւ լինի էլ։ Չեմ բացառում, որտեվ ամեն պարտեզ ոնց որ ընկերուհուս երեխան գնում էր եւ իրենց մոտ լինում էին հանդեսներ։ Հա։ Դե դա տեսեք հայկական միջավայր ամեն դեպքում հայկական այդ մենթալիտետը կարող են անել։ Հա։ Չկա այդպիսի արգելք, բայց օրինակ որ դպրոցինով են գնում, դպրոցը չի անում։ Մի հատ դրական բան օրինակ էլի հետաքրքիր նկատել է, որ այստեղ երբ որ էքսկուրսիա են գնում, էքսկուրսիայի հետ կապված ոչ մի ինչ որ դրամահավաք եւ ոչինչ չկազմակերպեցին։ Մեկ անգամ տարան էքսկուրսիա երեխաներին, պատասխանատվների դպրոցը։ Հա։ Դուք ոչ մի բան չարեցիք։ Բացարձակ ոչ մի բան եւ անգամ իրենք շեշտերին, որ անգամ մեկ շիշ ջուր մի ուղարկեք, մենք այդ ամենը կտրամադրենք, թող երեխաները գան ազատ ձեռքերով եւ ոչինչ իրենց հետ չբերեն։ Եթե դուք ամենայնիվ կուղարկեք իրենց հետ ինչ-որ պայսյակ եւ այլն, մենք այդ իրերի համար պատասխանատու չենք, եթե կորի։ Մենք ասում ենք, որ մենք կհոգանք եւ իրենց ուտելը եւ ջուրը եւ անգամ տոմսերը եւ ավտոբուսը դե իրենց դպրոցը ունի տրամադրել էր եւ որտեղ որ գնում էին այդտեղ տոմսերով էր։
ինչ որ փոքրիկ գիտունիքի տիպի, հա, այդպես ինչ որ թանգարանի տիպի մի բան էր, Kids Space կարծեմ, եթե չեմ սխալվում։ Զուտ մենակ եթե ծնողը ցանկանար միանալ, ծնողը իր տոմսի գումարը պետք է վճարեր, այդքան մի բան։ Բայց այստեղ մի քիչ ուրիշ շա նաև այն, որ եթե ծնողը ցանկանում է միանալ, այդտեղ կա մի հատ ընթացակարգ, որը չկար Հայաստանում։ Դու պետք է հանձնես TB թեստ, այսինքն ունենաս, որ դու չունես տուբերկուլյոզ։ Ունենաս այդ ապացույցը, այո, որ դու տուբերկուլյոզով հիվանդ չես, պետք է հանձնես մատնահետք, որ այսինքն դա ցույց է տալի քո բեքգրաունդը, այսինքն դատվածություն եւ այլ, ունենաս որ դու մաքուր բեքգրաունդը, նոր քեզ թույլ կտան երեխաների հետ մի ավտոբուսում գտնվես, նույն անկախ այն բանից, որ դու ծնող ես։ Բայց մի կողմից էլ դուրս է եկա, որ այդքան մեծ է, էլի վերահսկողությունը։ Իրականում հա։ Ես ասեմ, այստեղ շատ տեղեր, որ այցելել եմ, ձեզ ասեմ, մի կողմից տեսեք, մենք ասում ենք, որ Հայաստանը ապահով է, բայց մյուս կողմից ուղղակի չեն փորձել դեռ ու տա Աստված այդպես էլ մնա, չեն փորձել դեռ խախտել այդ վիճակը, որտեղ իրականում ապահով չի։ Հասարակ բան ասեմ, մոլերի խաղահրապարակների հետ կապված։ Ապահովություն չէ։ Ով ում երեխային ուզենա, եթե ուզենա ինչ-որ մեկը կարող ձեռքից բռի տանի, եթե ծնողը մի քիչ ուշադիր չլինի, բայց վերահսկողություն չկա։ Կոնկրետ օրինակ Rio Mall-ինը մի քանի անգամ եղել է, որ երեխան ասենք այդ խաղալու տեղից դուրս է գալիս, գնում է, ոչ մեկ չի հետևում։ Եթե ծնողը այդտեղ չլինի ու ուշադիր չլինի, կարող թողի գնա ու գնա։ Եվ անգամ հիշում եմ դեպքեր եղել, որ տենց գնացել է, հայտարարել են, հետո փնտրել են, գտել են ինչ-որ տենց տարբեր տեղերից, բարեբախտաբար ոչ մեկ չի տարել, բայց դա չեղավ ապահովություն, դա եղավ, որ զուտ դեռ չեն փորձել։ Կամ օրինակ նույն Երևան պարկում մտնում են, արդյոք ստուգում են ամեն ձևով։ Օրինակ այստեղ երբ որ գնում ես Disneyland, քո պայուսակը եւ մնացած ամեն ինչը ստուգում են ու հետաքրքիր մի բան Հայաստանում ստուգում են որ հանկարծ հետը ջուր ուտելիք չտանես այստեղ ստուգում են որ կտրող ծակող եւ վնաս տվող գործիք չտանես իսկ ջուրն ու ուտելիքը խնդիր չի կարող ես տանել ինչքան ուզում ես ինչ տարբեր է կա եթե դու միայն առել ես ենթադրենք Disney-ի կամ այլ նմանատիպ զվարճանքի վայրի տոմս եւ չես պլանավորում այդտեղ օգտվել սնունդից եւ ջրից ոչ մեկ քեզ չի դա պարտադրում դու կարող ես հետդ քո ամբողջ օրվա սնունդը ջուրը ամեն ինչը տանես զուտ մենակ կտրող ծակող եւ վնաս տվող գործիքներն են հետեւում ստուգում որ հանկարծ հետդ ներս չտանես մնացածը ազատ ես տանել ինչքան ուզում ես սնունդ ու ջուր կամ մի հատ ուրիշ բան էր որ խաղահրապարակ կա այստեղ Chuck E. Cheese են ասում դա ոնց որ թե մեր Երևան մոլի կամ այլ մոլերի այդ նավապետ քիդի տարած նման ինչ որ տեղ ատրակցիոնների տեղ է երեխաների երբ որ դու երեխայի հետ մտնում ես հենց մուտքից իրենք հատուկ տենց բանով թիվ են դաջում անտեսանելի չոթանական չեմ իմանում թիվ են դաջում քո եւ երեխայի թևին ու դուրս գալուց արդեն մյուս աշխատակիցը լույսը գցում է եւ տեսնում արդյոք դու քո երեխայի հետ ես գնում թե չէ այսինքն ինքը ստուգում է թվերը արդյոք դա նույն թվն է թե չէ այսինքն դու այդտեղ տարբերակ չունես մտնես եւ օրինակ ինչ որ մեկի երեխային անգամ եթե տղա ժոտաժալին խառնես ու չէ տարբերակ չունես այդտեղ մտնես ու ուրիշի երեխայի ձեռքը բռնես դու զգաս Դե երևի փորձեր արել են մարդիկ, չէ, որ արդեն ես համաձայն եմ, որ այո, փորձեր արել են։ Հա, իսկ մեր մոտ ինչ իմաստ ունի ուրիշի երեխային վերցնի ու գնա ինչ որ մեկը, չէ։ Բայց չենք էլ կարող բացառենք, հատկապես երբ վերջերս օրինակ անցած տարի մի քանի միջադեպ եղավ, որ ջրից հանեցին խեղդված Ես չգիտեմ ոնց, բայց ես օրինակ չեմ հավատում, որ դա պատահականություններ էր, որտեղ ինչ-որ 1 ամսվա ընթացքում, ասենք չկար եւ 1 ամսվա ընթացքում միանգամից մի քանի դեպք եղավ, ինչ եղավ։ Ինչի՞ է մի ամսվա ընթացքում։ Օտարազգիներն էլ են արդեն գնալով շատանում են այստեղ, որ ասենց մի քիչ երկար մտածես, հա, ինչու՞ չէ, թող մեզ մոդել լինի, որ ավելի հանգիստ լինի ծնողը։ Իհարկե, ասենք պարտադիր չի դեպք կլինի եւ դրանից հետո նորանել կարելի է վերցնել ուրիշ տեղի արդեն պատրաստի փորձը եւ կիրառել, չէ՞ ոչ։ Իսկ փորձում եք ինչ-որ հայկական կենտրոններ տանեք ձեր բալիկին, որ հայերենը իր մեջ ոնց որ մնա էլի, հայեցի շարունակի ինքը մեծանալ։
Հայկական պարի են գնում հիմա, աղջիկս գնում է հայկական պարերի եւ կարծում եմ, որ շատ երկար էլ կգնա հայկական պարի։ Անպայման տանելու եմ հայերեն լեզվի, ուղղակի դեռ փոքր է, այս պահին չեմ ուզում շատ խառնի երկու լեզուն։ Տանը դե իհարկե խոսում ենք հայերեն, այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, բայց այստեղ շատ լավ կենտրոններ կան եւ Նարեկ կենտրոնն է շատ լավ եւ շատ որակով հայոց լեզու են սովորեցնում եւ օրինակ մեզ տարածքով մոտիկ եկեղեցին ունի Կիրակնորիա դպրոց, մտածում եմ կարող եւ այդտեղ տանեմ դեռ չեմ վստակ որոշել, բայց 1 կամ 2 տարի հետո կտանեմ, որ մի քիչ անգլերենը հստակ յուրացնի, հա, որ երկու լեզու միառժամանակ յուրացնելու խնդիրը չունենա։ Հա։ Դե արդեն անգլերենը մոտ ավելի հեշտ կստացվի, չէ՞։ Անգլերենը։ Հա։ Դե անգլերենը ինքնինով ավելի հեշտ լեզու է, քան հայերենը։ Բայց դե հայերենն էլ իր համար հիմա ինքը 0-ից չի սկսելու սովորել, ամեն դեպքում իր առաջի լսած եւ կիրառվող լեզուն տանը հայերենն է։ Մնում է որ տառերը, տառաճանաչ լինի, էլի։ Տառերը, հա։ Էդ էլ էլի տանը կզբաղվենք եւ կենտրոն անպայման հաճախելու են։ Հա։ Այ հետաքրքիր ի՞նչն է, որ Հայաստանից ձեզ մոտ պակասում է։ Որ sense օրվա ընթացքում հիշում եք, ասում եք, «Վա, Երանի այդ բանը ստեղ լիներ»։ Ի՞նչն է կարոտում ստեղից։ Խմորեղենը։ Անկեղծ, որտեվ հա, այստեղ կան լավերը իհարկե, որ մոտ են շատ հայկականին, բայց բոլորը չի։ Օրինակ շատ կան, որ ինձ դուր չի գալիս։ Հետո այստեղ շատ հաճախ անում են բավական թաց ոնց որ որակի կամ չգիտեմ վիճակի թաց խմորեղեններ են շատ անում, այդ տորթիկները թաց են անում ավելի, իսկ ես սովորեմ հայկական այդ մի քիչ ավելի չոր բիսկվիտներին, ավելի հաստ, գուբկայի նման, գուբկա որ ասում եք, այդ գուբկաներին եմ սովոր, իսկ դա ավելի թացությունը շատ է լինում։ Դրանց եմ շատ հաճախ կարոտում։ Եվ իհարկե ընկերներ, հարազատ մարդիկ։ Իսկ հայ կանայք էլ չեն փորձում հայկական ինչ-որ թխվածքներ պատրաստել, որ այդ կարոտը էգոնե այդ մի բանից չլինի։ Կան պատրաստողներ եւ հենց օրինակ իրենցից էլ պատվիրել էի, բայց այստեղ նաեւ մթերքի խնդիր էլ է երևի առաջանում։ Օրինակ այստեղի շաքարավազը շատ ուժեղ քաղցրություն ունի ի տարբերություն Հայաստանին։ Մթերքները ամեն ինչը չի որ մեկը մեկին նույնն է։ Իհարկե կա նաեւ այդ համապատասխանողը, բայց պետքա փնտրես որ գտնես։ Բոլորը չի որ sense լրիվ նույնն է լինում։ Օրինակ ես ինքս էլ եղել եմ պատրաստել եմ, բայց ասենք նույն բաղադրատոմսը որ պատրաստում էի Հայաստանում ուրիշ խամեր, այստեղ նույն բաղադրատոմսը շատ քաղցր ստացվեց, հասկացա որ պետքա կամ այլ շաքարավազ ընտրեմ, կամ քանակը պակասեցնեմ։ Բայց կան իհարկե կան տխողներ։ Իսկ ճաշատեսակներից կա էլի ինչ-որ այդ խնդիրը, որ եթե փորձում եք ինչ-որ հայկական կերակրատեսակ պատրաստեք, բայց մեկը մթերքները այնքան տարբեր են, որ չի ստացվում մեր համը գտնել։ Չէ, անկեղծ չի լինում այդպես, որտեղ այստեղ կան շատ հայկական խանութներ, որ նույն մեր Թամարայի արտադրանք պաղպաղակը կա, նույն Անիի արտադրանք մածունը կա։ Նման խնդիր չի լինում, որտեղ ամեն ինչն էլ, ասենք հիմնական այդ դժվար ճարվողներից դա մեկը մածունն է, գիտենք, որ այստեղ խնդիր չի, տարբեր տեսակները կա։ Լավաշն էլ կա։ Իհարկե ոչ բոլորն է շատ լավ, բայց կան։ Հենց նույն հայկական լավաշի նման լավաշ կարող ես գտնել։ Կարող շատ վատն է, էդ էլ կա։ Ասենք շատ ձգվող ռեզինի նման էդ էլ կա։ Բայց քանի ամեն ինչի տեսականին շատ է, լավ փնտրելու դեպքում կարող ես գտնել։ Ու դա էլ ասեմ ձեզ մրգերը նաև կասեմ, տեսեք, այնպես չի որ բոլորը համեղ են։ Բայց այն պնդումն էլ է սխալ, որ չկա լավը, կա։ Բավական համեղ քաղցր մրգեր էլ կան։ Նույն ասենք մեր հայկական ծիրանի նման ծիրան կարող ես գտնես։ Հա, կգտնեք փաստորեն։ Պատկերացեք նույն շատ մոտ համով եղել է գտեմ։ Գուցե եւ հենց Հայաստանից էր բերված, չգիտեմ, բայց գտնվում էր։ Իհարկե կար նաեւ դրա կողքին այն շատ գեղեցիկ ու անհամը, էդ էլ կար։ Իսկ հասցրել եք այս ընթացքում ճամփորդել թեկոզ ԱՄՆ նահանգներով։ Նահանգներով չէ։ Դա բավական կարճ ժամանակ է որ այստեղ ենք, նույն մեր նահանգում տենց տարբեր տեղեր եղել ենք, բայց նահանգներով դեռ չէ։ Հա։ Կար այնպիսի վայր, որ ոնց որ հիշեցրեր Հայաստանը ձեզ։ Հա։
Հա, հիմա էլ որ ասենք շատ հաճախ շաբաթ-կիրակի օրերը գնում ենք, Դիլիջանին շատ մոտ բնությամբ տեղ է։ Ինքը շատ Շատ մոտ է, ասում, որ նման է սարեր, Հայաստանին։ ձորեր եւ անգամ գետ կա, որ ասենց աղստև գետն է հիշացնում։ Շատ մոտ է։ Տեսարանը շատ Հայաստանը հիշացնում լրիվ։ Անգամ ճանապարհը, որ ասենց ոլորաններով է, ոնց որ լրիվ գնանք Դիլիջան։ Շատ լավ։ Հիմա տամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, դուք ձևակերպեք, շարունակեք ձեր տեսակետով Գոհար ջան։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, ի՞նչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի քաղցրազուլալ ջուրն եմ սիրում երևի թե։ Դե ինչ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, շնորհակալություն։ Ես էլ շնորհակալ խաղաղ կյանք ենք մաղթում։ Շնորհակալություն ձեզ էլ ամենայն բարիք Շուշան ջան, շնորհակալ։ Շնորհակալ եք։ Հաջողություն ձեզ։